Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր ուրբաթ է։ Իսկ դա նշանակում է, որ մենք ամփոփում ենք անցնող շաբաթը։ Վրաստանի խորհրդարանի նախագահի այց նախալքալակ։ Հուլիսի 5-ին Ջավախքում էր Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նա այցելեց Նինոցմինդայի մունիցիպալիտետի Փոքագյուղի վանական համալիր, որից հետո Գանձագյուղում եղավ հայ գրող Վահան Տերյանի տուն-թանգարանում։ Հիացավ Ջավախքի ազգային զբոսայգուն պատկանող Փարվանա, Ցաղամո եւ Մադաթաբա լճերի գեղեցկությամբ։ Այնուհետև շրջայց կատարեց Նինոցմինդա սահմանային անցակետում։ Ախալքալաքում Շալվա Պապուաշվիլին եղավ Զուրաբ Ժվանյայի անվան պետական վարչության դպրոցում, խոսեց պետական լեզվի ուսուցման կարևորության մասին։ Ջենյուսին տված հարցազրույցում Վրաստանի խորհրդարանի նախագահը ասաց, որ Ջավախքում էկոտուրիզմի մեծ ներուժ կա, որը պետք է զարգացնել։ Ախալքալակի 1 եւ Ախալքալակի 2 հեկերը, որոնք կառուցվում են Փարվանա գետի վրա, շահագործման կհանձնվեն մինչև տարվա վերջ։ Երկու հեկերի ընդհանուր հզորությունը 9.1 մեգավատ է։ Ախալքալակի երաշտական դպրոցի սաները Մարնեուլիից վերադարձել են մրցանակներով։ Մարնեուլիում կայացած «Որտեղ կա ուրիշ Վրաստան» վրացական երգի մրցույթ փառատոնի դափնեկիրների գալա համերգին Ախալքալակի երաշտական դպրոցի երգչախումբը Միրա Այվազյանի գլխավորությամբ զբաղեցրել է 3-րդ հորիզոնական, իսկ Անգելա Ասպացատուրյանը մեներ կանվանակարգում գրավել է 2-րդ պատվավոր տեղը։ Աբուլը հերթական անգամ հաղթեց։ Հուլիսի 6-ին սեփական հարկի տակ Ախալքալակի Աբուլը 3-0 հաշվով հաղթեց Ախալցիխեի Սամցխեին։ Այսպիսով, Աբուլը Վրաստանի ֆուտբոլի լիգայի առաջնության առաջին խաղաշրջանում բարձրացավ 2-րդ տեղ։ Վրաստանի ֆուտբոլի առաջնությունը շարունակվում է եւ կավարտվի նոյեմբերին։ Այս խաղը վերջինն էր առաջնության առաջին խաղաշրջանում։ Երկրորդ խաղաշրջանը կսկսվի օգոստոսի վերջ, որը նույնպես կանցկացվի Ախալքալաքում։ Չունչխագյուղը գազաֆիկացվել է պետական ծրագրով, սակայն գազն այդպես էլ չի հասել հասցեատիրոջը։ Ախալքալակի մունիցիպալիտետի Չունչխագյուղը շրջաններում գազաֆիկացման պետական ծրագրի շրջանակներում գազաֆիկացվել է, բայց բնակիչները գազ չունեն։ Բանն այն է, որ 2 տարի առաջ կառուցվել է կենտրոնական գազատար, բայց չի բաշխվել բաժանորդներին։ Գազատարը նպատակին դեռ չծառայած շարքից դուրս է եկել, տեղ-տեղ խողովակներն անջատվել են իրարից։ Վերանորոգվում է Ախալքալակի թիվ 3 մանկապարտեզը։ Տեղական բյուջեից 179.313 լարի է հատկացվել։ Նախատեսվում է վերանորոգել ամբողջ շենքը եւ տեղադրել ջեռուցման նոր համակարգ, քանի որ հին համակարգը սխալ է անցկացվել եւ չի աշխատում։ Շուտով Ախալքալակում կսկսվեն ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները։ Վերջապես, 3-րդ փորձից հետո կայացել է Ախալքալակում եւ շրջանի գյուղերում ճանապարհների փոսային նորոգումների աշխատանքների իրականացման էլեկտրոնային մրցույթը։ Պայմանագիրն արդեն կնքված է, աշխատանքները կսկսվեն մոտ 1 շաբաթից։ Ախալքալակի դպրոցները դասագրքեր են ստացել։ Ախալքալակի հանրակրթական դպրոցները նոր դասագրքեր են ստացել։ 10.252 նոր դասագիրք արդեն բաժանվել է դպրոցներին, եւ սա դեռ ամբողջը չէ։ Ախալքալակի կրթական ռեսուրս կենտրոնից հայտնում են, որ գործընթացը շարունակվում է։ Նոր ֆինանսական բուրգեր։ Արժե արդյոք ռիսկի դիմել։ Վերջերս փակվեցին Ախալքալակում լայն տարածում գտած ֆինանսական բուրգերը, սակայն հաշված օրեր անց սկսեցին տարածվել դրանց նոր տեսակները։ Զարմանալի է, բայց իրողություն, եղածից դաս չենք քաղում։ Մարդիկ նորից ներքաշվում են այդ ամենի մեջ, որոշներն արդեն փակված կայքերում կորցրած փողերը վերադարձնելու հույսով։ Փորձում են այլ կայքերում գումար ներդնել, արդյունքում ել ավելի են սուզվում ֆինանսական բուրգ կոչվող ճահճի մեջ։ Երիտասարդները կոչ են անում հեռու մնալ եւ գումար չներդնել անհասկանալի կայքերում։ Քաղաքում նոր մարզահրապարակներ կհայտնվեն։ Քաղաքի աղմաշենեբելի 35 հասցեում եւ նախկին թիվ 1 զինվորական ավանում կկառուցվեն բացօթյա մարզասարքերով մարզահրապարակներ։ Վարժասարքերի ձեռքբերման եւ տեղադրման տենդերը հայտարարված են, կապալառուն արդեն հայտնի է։ Եվ վերջում, մեր կայքում դուք կարող եք կարդալ Ուրվական գյուղի եւ Մեռնող գյուղի եւ այնտեղ ապրող բնակիչների մասին։ Մնացեք բարով, մինչ նոր հանդիպում։